Ինչպիսի բարեփոխումներ են նախատեսվում պետական կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար եւ արդյոք աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է։ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ավարտին վարչապետը պատասխանել է ներկաների այս եւ մի շարք այլ հարցերի։ Ոչ թե աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, այլ նախորոշված առաջնահերթությունների կատարման արդյունքների հիման վրա որոշակի ինդեքսացիոն համակարգերի ստեղծում, նշել է Փաշինյանը, պարզաբանելով յուրաքանչյուր կիսամյակից առաջ կառավարությունը նախարարություններից ընդունում է առաջիկա 6 ամիսների անելիքների պլան, վերջում ամփոփում արդյունքները։ Դրանք ազդեցություն են ունենում վարձատրության համակարգի վրա։ Այսինքն սա ոչ թե աշխատավարձի դրույքաչափի փոփոխություն է լինելու, այլ աշխատանքի արդյունքի գնահատման հիման վրա վարձատրության որոշակի աճ, բայց այստեղ կարևոր մի առանձնահատկություն էլ կա, որը ուզում եմ ընդգծել, այդ հավելյալ վարձատրության որոշակի մասը մենք կուղղորդենք դեպի այն ստացող պաշտոնյաների կրթություն։ Այսինքն հաջորդ կիսամյակը գնահատելիս մեզ համար կարևոր կլինի, թե ստացված հավելյալ գումարը տվյալ պետական աշխատողը ինչքանով է ծախսել սեփական կրթությունը բարելավելու վրա։ Մեր խնդիրն է նա, որ մենք խոսում ենք անընդհատ մեր կրթության եւ մեր որակավորման բարձրացման անհրաժեշտության մասին, բայց մոտիվացիոն համակարգեր իրականում չկան, ընդ որում մոտիվացիոն համակարգերը կարևոր են այդ օրակարգը մեզ հիշեցնելու մասին։ Առաջիկա կառավարության նիստում կքննարկվի պիլոտային ծրագիր, որը հետագայում հիմք կդառնա պետական հանրային ծառայության համակարգում աշխատավարձերի համակարգի բարեփոխման համար, հայտնել է երկրի ղեկավարը։ Կրթության կարևորությանն անդրադարձել է նաև մեկ այլ հարցի պատասխանելիս, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում մրցունակ կրթություն ապահովելու նպատակով։ Լավ սովորիր, որ լավ ապրես կարգախոսը պետք է հստակ եւ հասկանալի լինի երեխայի համար, կարծում է վարչապետը։ Նույնը վերաբերում է նաև մարդը բարձրագույն արժեք է կարգախոսին։ Ոնց կարա մարդը ինքը իր համար բարձրագույն արժեք չլինի, ինքը իրեն բարձրագույն արժեք չհամարի եւ ակնկալի, որ ուրիշը իրեն բարձրագույն արժեք համարի։ Այստեղ տրամաբանական բան կա, խզված կա։ Եվ մեր գնահատականն է նա, որ մարդը ինքը իրեն բարձրագույն արժեք կարող է համարել ինքը իր կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելով, ընդ որում կրթություն ասելով մենք չպետք է հասկանանք, որ միայն ուշադիր լինի ֆիզիկայի, քիմիայի եւ մյուս։ Կրթությունը շատ ավելի լայն հասկացություն է։ Սկսած հազար ներողություն, բայց սնվելը, սննդակարգը, սնվելու ձևը ինքը նույնպես կրթական հարց է։ Առողջ ապրելակերպով ապրելը կամ չապրելը ինքը նույնպես կրթական հարց է։ Եվ ես համոզված եմ, որ մեր պետության հարատևության այդ հազարամյա օրակարգը այսպիսի փոքր դետալներից է կառուցված։ Շարունակելով Փաշինյանն անդրադարձել է նաև սեփական գումարը անարդյունավետ ծախսելու ավանդույթին։ Ոնց կարող ենք մենք այդ սեղան պատրաստողներ, այդպես հյուր ընդունողներս, այդ 47,000 դրամը ծախսենք մի տրամաբանությամբ, հետո գնանք կառավարության դահլիճը մեզ փոխում, նստենք կառավարության նիստի սեղանի շուրջ եւ 470 միլիոն դրամը լրիվ ուրիշ հակադարձ ուրիշ տրամաբան չի կարող այդպեսի բան չի կարող լինել։ Բժշկորդ ջան, անարդյունավետ ծախսը, վատնում է։ Ում փողն ենք մենք վատնում։ Թվում է թե մարդը ինքը իր փող, ոչ դա մեր փողն ենք վատնում։ Մեր երկրի ավելացված, մեր երկրի հնան ենք սխալ ձևով վատնում։ Մտավոր աշխատանքը եւ ստեղծագործականությունը խթանելը պետական համակարգում ամենամեծ մարտահրավերն է եւ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծվի, կարծիք է հայտնել վարչապետը։ Հատկապես պետական մարմիններում այդ խնդրեմ մենք ունենք, որ մարդիկ երբեմն կաշկանդված են գաղափարներ առաջ քաշելու հարցում։ Մենք պետք է այդ մթնոլորտն էլ ստեղծենք, որ մարդիկ ստեղծագործական լինելու ազատություն ունենան, ոչինչ թող գաղափարը կմերժվի, ողբերգություն չկա։ Այն իմաստով, որ առաջ քաշվող գաղափարների մեծ մասը այսպես թե այնպես մերժվում են։ Չի կարա լինի, որ 10 գաղափարից 10-ը իրագործվի։ Բայց մի լավ գաղափարի համար պետքա տասնյակ լավ գաղափարներ առաջ քաշվեն, մերժվեն, եւ գուցե մի լավ գաղափարը ձևավորվի այն քննարկման ընթացքում, որի արդյունքում այն ի սկզբանե առաջարկված գաղափարը մերժվելու եւ դրա փոխարեն ծնվելու է բոլորովին ուրիշ այն երազանքի առաջարկը, որը պետք է ի սկզբանե լիներ։
Որպես երկարաժամկետ տնտեսական եւ ռազմավարական հնարավորություն, ինչ է տալիս TRIP նախագիծը Հայաստանին, այն շրջադարձային է, հակիրճ է պատասխանել վարչապետը։ Չգիտեմ էլ ինչ իմաստներ էր դրվել հարցի մեջ, այսինքն շրջադարձային նախագիծ մեր երկրի առանցքային դերակատարմամբ։ Ինձ թվում է սրանով ամեն ինչ ասվել է, չէ՞, ուրիշ բան ենթադրում եմ չարժի։ Ոչ թե չարժի այն իմաստով, որ ինչ որ բան կա չարժի ավելացնել, այլ դա ամբողջությամբ արտահայտում է նախագծի իմաստը, մնացած մասերով իրականում շատ խոսել ենք եւ շատ խոսելու ենք, ես էլ պլանավորում եմ եւ որևէ մութ կետ եւ անթափանցիկ նրբություն չկա եւ դրա մասին մենք շարունակաբար կխոսենք։ Վարդուհի Արզումանյան, Գևորգ Նահապետյան, Կիրակ Նորյալ ուրեր։